Երբ որ մենք պահք ենք պահում, մենք տկարացնում ենք մեր մեղքերը, թուլացնում ենք, մենք ավելի պարզ տեսնել ամեն բան։ Ինչպես որ մարախուղից հետո ամեն բան բացվում է, դու ամեն ինչ տեսնում ես, այնպես էլ պահքի միջոցով մեղքի շղարշը, մեղքի վարագույրն ես աչքերի դեմացից հանում եւ տեսնում ես այն բոլոր թերություններն ու պակասությունները, որ կան մարդկային կյանքի մեջ։ Ողորմած մարդ պետք է լինի։ Հիսուս երբ որ աղքատին տեսնում էր, նրա չէր խոսում ուշտքորի մասին։ Երբ որ հիվանդին տեսնում էր, մարդկային առողջության մասին չէր խոսում, երբ որ խուլին տեսնում էր, հնչյունի գեղեցկության մասին չէր խոսում, այլ բժշկում էր մարդուն։ Երբ որ դու էլ տեսնում ես այդ ամենը, բայց մասնակից չես, դու չես կարող ողորմած լինել։ Դու ողորմություն նշանակում է քեզանից ինչ-որ բան քարթալ քրտնիկից կտրել եւ տալ մարդուն, ով կարիք ունի։ Եվ վերջապես այս ամենի լրումը սերն է։ Եթե որևէ բան դու առանց սիրո ես անում, դա ինքնանպատակ վախճան է։ Եվ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, եթե ամբողջ աշխարհը շահեմ, անգամ հրեշտակների լեզվով խոսեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն այս ամենի մեջ ինչ որ դու կանես, սերն է պատճառ, որ դու այդ ամենը անում ես հանուն Քրիստոսի։